իրենց ղեկավարներին, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է այդ ուղերը հանձնել։ Հիմա խոսում են հողերի հանձնման վերաբերյալ։ Իրականում հողերը նախապատրաստվում էին հանձնել հենց նախկին իշխանությունները։ Եվ այդ բարձրացված աղմուկը, որ հիմա իրենք բարձրացնում են, ուղղակի անհաջող փորձ է մեղսագրելու ներկայիս իշխանություններին հողերի հանձնման փաստի առնչությամբ։ Ներկայումս չկա այդպիսի բան։ Իրենք էին նախապատրաստում, Սերժենք էին նախապատրաստում այդ հարցը։ Եվ այդ տեղեկատվությունը, որ մենք ստանում էինք, զեկուցում էինք Գորիկ Հակոբյանին, ինքը անպայմանորեն զեկուցում էր Սերժ Սարգսյանին։ Սերժ Սարգսյանը տեղյակ էր, որ ամբողջ միջազգային կառույցները իր գործունեության վերաբերյալ զեկուցում են համապատասխան իրենց ղեկավարներին։ Եվ Գորիկ Հակոբյանի տեղեկատվությամբ մենք ժամանակին ստացանք տվյալներ, որ Սերժ Սարգսյանը փորձել է հողերի հանձնման առնչությամբ բանակցություններ վարել Ջո Բայդենի եւ Բարակ Օբամայի հետ։ ԱՄՆ-ում տեղի ունեցավ Բարակ Օբամա-Սերժ Սարգսյան հանդիպումը։ Այդ հանդիպումների վերաբերյալ սաղագրությունները կային Գորիկ Հակոբյանի մոտ։ Նա դրանց վերաբերյալ ինձ ասել է։ Եվ ես կարծում եմ, որ այդ սաղագրությունները պահեց իր մոտ ու տենց էլ ոչնչացրեց, չթողնելով իր հետնորդներին։ Սա իհարկե կարծում եմ հավանաբար կատարվել է Սերժ Սարգսյանի համաձայնությամբ նաև։ Ուրեմն այս ամբողջը ամփոփվել է տեղեկանքներում, համապատասխան տեղեկանքներում։ Ազգային անվտանգության ծառայության ամբողջ գործունեության ընթացքում Սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ստացվող բոլոր տեղեկատվությունները վերածվել են տեղեկանքի և զեկուցվել են Գորիկ Հակոբյան Սերժ Սարգսյանին։ Կան։ Այդ տեղեկանքները կան, ես կարող եմ դրանց բոլորի տեղերը հայտնել։ Ես չեմ կարող ասել, գուցե Գորիկ Հակոբյանը այդ տեղեկանքների մի մասը ոչնչացրել է, գուցե Գորիկ Հակոբյանը այդ տեղեկանքների մի մասը տալել է իր հետ։ Ամենայն դեպս դրանց բոլորի կրկնօրինակները մեր ընթացիկ գործերում ես պահպանել եմ իմ համաձայնությամբ և հանձնարարությամբ պահպանել են մեր աշխատակիցները։ Դրանք այսօր շատ անհրաժեշտ են մեր երկրին։ Եվ շատ կարևոր է, որ այսօր մենք ազգովի օժանդակենք ներկայիս իշխանություններին, որպեսզի հանկարծ Արցախի հիմնահարցում ամերիկացիները նույնատիպ ճնշում կամ եվրոպական միջազգային կառույցները, ռուսական կառույցները նմանատիպ միջազգային ճնշում չկազմակերպեն ներկայիս իշխանությունների վրա Արցախի հարցում։